Ֆիրդուսի, Շահնամե, Զալ և Ռուդաբե։ Իրանը տոնում է Ռոստամի ծնունդը։ Սուրհանդակը Սամին հայտնեց, արդեն ծնվեց Արութոր, դու ունեցար քաջ հետնորդի հաստատահիմք կահաթոր։ Ուրախության արցունք թափեց Նարիմանի քաջ որդին, ասաց. Տերը օգնեց, որ ես տեսնեմ տոհմիս հաջորդին։ Ապա Սամը խրախճանեց առավոտի ցիրիկուն, եկան նաև հաճույախոս ծեր գուսաններ ասերգու։ Բոլոր մարդիկ հավաքվեցին Սամի չքնախ ծաղկոցում, որտեղ Սամը նվագի տակ միշտ թունդ գինի էր կոնծում։ Եվ մարսպանը մեծ Քաբուլի ուրախացավ անսահման, աղքատներին տվեց բազում հագուստեղեն և դրամ։ Քաղաքներում և գյուղերում խրախճանք էր օրնիբուն, ողջ Զաբուլը կարծես լիներ գուսանների մրցատուն։ Տեր ու ծառա խառնվել էին, ոչ աղքատ կար, ոչ հարուստ, ոչ ենթակա էր տարբերվում, ոչ պաշտոնյա, ոչ հագուստ։ Հսկա Սամին ի ցույց բերին պատկերը ժիր Ռոստամի, պապը թորան գեղեցկությամբ զարմացել էր ավելի։ Ամբողջապես ինձ է նման, ասաց Սամը փահլևան, քաջությամբ նա կհանճարվի հանց Քերիման, Նարիման։ Թոռս, եթե նույնիսկ լինի այս նկարի կեսն անգամ, մի օր լուսնին նետով պիտի անի երկնի կարկատան։ Այնուհետև Սուրհանդակին, որ չոքել էր գլխահակ, աչքալույսի համար տվեց ոսկի, արծաթ և սուտակ։ Պերճ Զաբուլում ամենուրեք խրախճանք էր, տոնախումբ, ոչ ոք կյանքում դեռ չէր տեսել մի այդպիսի կերուխում։ Սամի շքեղ ապարանքում նորից հնչեց չանգի ձայն, նա դղյակը և Զաբուլը զարդարել էր ծայրեծայր։ Մազանդարան հողից մինչև Քերկեսարայ, Սեքսարան, նա դարձրեց խրախճանքի մրցախաղի տեսարան։ Երկու պարի հետ միասին թունդ կերուխում էր միայն, Սամը ոսկով լիացրեց աղքատներին ձեռնունայն։ Խրախճանքից 7 օր հետո նամակ գրեց իր որդուն, նախ նամակում փառաբանեց ամենազոր Աստծուն, չէ որ Աստված իրեն տվեց երջանկություն մշտատև, իսկ դեստանին ապավինեց սիմուրգ հավքի հզոր թև։ Ապա գրեց Զալի մասին, փառաբանեց զավակին, զի Իրանի քաջերի մեջ անուն ուներ թանկագին։ Մաղթել էի, գրեց Սամը, ամենատեսար արջին, այդ առաջին մաղթանքս չէր, ոչ էլ ուխտը իմ վերջին, որ քանի դեռ լույս կա այժմ իմ ծերության աչքերում, տեսնել նեցուկ իմ թոռանը, իմ հետնորդին քաջանուն, արդ կատարվեց իմ փափագը, ես ունեցա մեծ թիկունք, ողջություն եմ ցանկանում քեզ, իսկ թոռանս նոր կնունք։ Հոր նամակով Դեստան Զալը ուրախացավ անսահման, երջանկության ճանապարհը
արդեն բաց էր իր համար։ Աստծու կամքը այդպես է միշտ, Տեր է կյանքի ու մահի, խորհրդավոր ոչ մի գաղտնիք բնավ ծածուկ չի պահի։